Վեհապարը եկեղեցու առաջնորդն է եւ հոգեվոր առաջնորդն է ժողովրդի։ Մենք դրա մասին բազմից ենք խոսել, որ եթե հասել է մի իրավիճակ, երբ որևէ այլ ինստիտուտ կամ ավելի միայն ինստիտուցիոնալ առումով եկեղեցին է մնացել, եթե մեկ ուրիշ քաղաքական ուժեր չեն կարողանում սրան առջև դիմագրավել ուղակի, ուրեմն կնշանակի այո, եկեղեցին պետք է առաջնորդի ժողովրդին։ Սա եթե շատ կոպիտ կամ շատ այսպես բան չհնչի, սա մեր հերթական սարդարաբատն է։ Մենք իսկապես դրա կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Մենք սարդարաբատն է, որովհետև ներքին թշնամին քայքայում է մեր ամբողջ երկիրը եւ մեր պետությունը։ Ուրիշ բնութագիր տալ այստեղ այլևս հնարավոր չի։ Դրա համար այստեղ որևէ մեկը երբ որ ասում է, որ ես միայնակ ոչինչ չեմ կարողանեմ կամ միասնական չի ստացվում կամ չգիտեմ ինչ, այդ պարագայում այո, եկեղեցին պետք է առաջնորդի մեր ժողովրդին։ Եվ հաշվի առեք, որ ժողովրդի մի հատվածը արդեն վարակված է սրանցից։ Իսկապես վարակված է։ Որովհետև եթե կարելի է գալ հասնել Սարդարաբադում նստել եւ սկսել գոռալ թե Արցախից չգայիք, գնայիք կռվեիք, մեզ եւ հայոյանքներով, բաներով եւ այլն, ոնց որ թե իրեն թվում է թե առաջին հերթին ինքը հենց որ թուրքը մտավ ինքն է առաջինը փախչելու իհարկե, բայց եթե իրեն թվում է որ այդ ձևով են հային պետք է պաշտպանի, դա արդեն ուրիշ հարց է, ուրեմն վարակված են։ Եվ այս առումով ես ուզում եմ շատ հստակ բան ասել։ Այն հատվածին 3 չառաջորը օգնականը ասեց թե ինչ արձագանք է եղել օրինակ Խաչիկյան Արտուրի քաղաքագետի ուրեմն ասացներին թե ինչ է լինելու եթե թուրքերը գան Հայաստան։ Եվ ուրեմն մեկնաբանությունների մեջ ահռելի քանակությամբ եղել է այնպիսի մի հայոյանքների տարապ եւ նաեւ բայղուշ են անվանել, որ ուրեմն կարծում ես թե իրականում այն որ մեկը ասել էր որ ավելավա թուրքի շուն դառնանք, ուրեմն սա ուզում էր թուրքի շուն դառնան։ Հիմա փաստ, ես փաստերով եմ ուզում ներկայացնեմ, ինչ է նշանակում։ Հաշվի առեք, Ստամբուլում 2021 թվականին ընդունվեց թուրքական աշխարհի զարգացման տեսլականը 2040 թիվ։ Թուրքական աշխարհի շեշտում եմ, այդ թուրքական աշխարհի մեջ մտնում են 6-7 այսօրվա դրությամբ պետություններ, այդ թվում Պակիստանը, Հունգարիան էլ ձեզ այսպես ասած ողորմած, որը որ նաև դարձել է այնտեղ դիտորդ։ Ձևավորում է աշխարհակաղակական մի նոր բևեռ։ Հիմա նրանք իրենց փաստաթղթերում Հայաստանը անվանում են Թուրանական ծրագրի իրականացման ճանապարհին մեծ քար։ Հայաստանը, կրկնում եմ, իրենց համար Թուրանական ուրեմն այդ աշխարհի ձևավորման ճանապարհին մեծ քար է։ Ինչ են անում ճանապարհին ընկած քարի հետ, կամ շպրտում են դեն, կամ ջարդում են եւ թաղում այդ ճանապարհի մեջ։ Մարդիկ չեն թաքցնում, թե ինչ են անելու։ Իրենք պարզ ասում են, որ հայեր, դուք մեզ պետք չեք։ Շարունակությունը, մարդիկ այնտեղ արդեն ձևավորում են միասնական միություն, հետնել 7 մոր կաթ են ուտում, մնում են եւ ասենք ԵԱՏՄ-ում, եւ հապկում, եւ շոսում, եւ այլն, իրենց համար միևնույն է։ Իրեն գլխավորը որպեսզի իրականացնեն իրենց ամենակարևոր ծրագիրը։ Այս մարդիկ բացահայտ ասում են ինչ են անելու, Ալիևն ասում է հիմա տեսեք 300,000 իբր ադրբեջանցի պիտի վերադառնա։ Նորից եմ ուզում կրկնեմ, 10 անգամ ասել ենք, բայց այս բանը չի մտնում մեր ժողովրդի եւ նաեւ այս սրանց ուղեղը։ 150,000 է եղել ընդամենը ադրբեջանցիների թիվը Հայաստանում 1989 թվականի մարտահամարի արդյունքում։ 150,000-ից ավել չի եղել ադրբեջանցի Հայաստանում։ Նրանք եղել են եկվոր այս տարածքում։ Հայերը եղել են այնտեղ բնորանում ապրող, պետք է նորից անընդհատ կրկնել։ Եվ իհարկե, այո, 700,000-ից մինչև 1 միլիոն հայ բնակվել է իր տարածքում, որը կոչվել է Ադրբեջան, շինծու պետություն։ Հիմա եթե 300,000-ը պետք է անընդհատ
չեղարկել, սա մեկ, երկրորդը, դե եկեք 700,000-ի համար հələ մի հատ ասեք, դուք պատրաստ եք հայերին էլի նորից կոմպակտ ձևով տրամադրել են տարածքները, որտեղ իրենք բնակվել են։ Ուր է սրանց բերանը չի բացվում, որպեսզի գոնե մի անգամ այդ բանի մասին խոսեն։ Ալեն Սիմոնյանները կանգնեն ասեն, թե այ տեսեք ու ժողովրդի մի հատված էլ դրանից ոգևորվում է։ Հենց մյուս օրը ասում առևտուր կանենք իրար հետ։ Գլուխդ քար իսկականից, ինչ առևտուր, ում հետ առևտուր։ Այսինքն, եթե դուք մենակ այդ մակարդակի եք մտածում, նրանք այլ մակարդակով են մտածում։ Նրանք տարածք են գրավում եւ այդ տարածքը գրավելուց հետո ձեզ վռնդում են այստեղից։ Վերջ։ Հաջորդը, որը իրենք անում են, այբուբեն են ստեղծում հետ լավ, բանակ են ստեղծում ընդհանուր։ Արդեն այդ որոշումը կայացվել է Ալմատայում Աստանայում կայացած իրենց այս վերջի գագաթնաժողովին։ Ընդհանուր զորքեր են ձևավորվում, թուրքական զորքեր։ Մարդիկ կանում են այդ ամբողջը։ Իսկ դուք ասում եք խաղաղություն, ինչ խաղաղություն։ Պակիստանի վարչապետը գալիս է ուրեմն Լաչինում հայտարարում է, որ Հայաստանն է հարձակվել, ագրեսորը Հայաստանն է եղել Ադրբեջանի վրա։ Ոնց ուզում շուռ են տալիս։ Հիմա ինչից եղավ, որ Բեռնում կատարված այդ համաժողովի արդյունքները այսպիսի ուրեմն արձագանք գտան Ադրբեջանում, որովհետև հասկացան, որ լրիվ ուրիշ իրավիճակ է, ուրիշ մթնոլորտ է, իրական գիտական մոտեցում են ցուցաբերել այնտեղ համաշխարհային, նորից եմ կրկնում, եկեղեցիների խորհուրդը, որի ղեկավարը մի երկու անգամ առնվազն եղել է Արամ առաջին կաթողիկոսը իդեպ։ Հիմա նույնը եկեք ողջունենք նաև Վարդան Օսկանյանի գործունեությունը, որովհետև սա այն է, ինչ որ պետք է աներ պետությունը, չեն անում նրանք, ուրեմն պետք է անենք մենք։ Մեր շարժումը, միասին շարժումը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նախաձեռնել են եւ հիմա շարունակում ենք այն ստորագրահավաքը, դիմում ենք ԵԱԿ-ին, որը ստեղծել էր Մինսկի խումբ, որի մանդատը չեղարկված չի։ Մենք նրանցից պահանջում ենք, որ նրանք շարունակեն իրենց միսիան կատարել, իրենց առաքելությունը, որովհետև Արցախի հիմնահարցը կարգավորված չի։ Էլ եմ կրկնում, այն ինչ որ չի անում պետություն կոչվածը, իշխանություն կոչվածը, պետք է անենք մենք։ Եվ մենք պետք է Արցախահայության անունից անպայման պահանջենք, որպեսզի նրանք շարունակական դարձնեն։ Երկու հարց առաջին այս փուլում պետք է լուծվի։ Առաջի հարցը, որովհետև նա ինքնորոշված է եղել արդեն իր տարածքում, Արցախահայությունը, հիմա նրա այդ իրավունքը, որը ոչ միայն իրավունք է եւ ոչ միայն սկզբունք, այլ սկզբունք եւ իրավունք, նա պետք է կարողանա իրականացնել այո Մինսկի խմբի համանախագահության, եթե համանախագահությունը չի գործում, ապա Մինսկի խմբի նոր ֆորմատի միջոցով եւ իրականում ապահովի նաեւ նրանց անվտանգ վերադարձը։ Եվ ինչքան էլ ծաղրանքով չխոսի Աննա Հակոբյանը դրա մասին, թե հետում անվտանգ վերադարձն եք ուզում ապահովել, ուրեմն մենք պետք է դա անենք, որպեսզի նրանք հասկանան, որ իրենք